Ողջույն սիրելի առաջին դասարանցիներ, այսօր կսովորենք հայերենի այբուբենի ևս մեկ ձայնավոր հնչյունը և նրա տառերը։ Այսօր կսովորենք ձայնավոր հնչյունը։ Փորձենք ըյով հնչող բառեր ասել. ընկեր, ընտանիք, ընկույզ, ընտիր, ըմպել, ըմպանակ։ Անցնենք նկարին։ Սա ինչ է երեխաներ։ Ընկույզ է, տեսեք, առաջին նկարում ընկույզը ամբողջական է, կեղևով է, երկրորդ նկարում արդեն կեղևը դուրս բերած է։ Մեծատառ տպագիր փոքրատառ տպագիր տպագիր տառերը գրքում ենք, տեսնում, կարդում ենք, ձեռագիր տառերով մենք գրում ենք։ Մեծատառ ցեռագիր փոքրատառ ցեռագիր Երեխաներ, որ տառին է նման։ Եթե ներքևի մասերը փակենք, նման է ռ-ին։ Իսկ եթե այս մասնիկները փակենք, կլինի մեծատառ ցեռագիր լ-ն և փոքրատառ ցեռագիր լ-ն։ Նախորդ դասին մենք լ բաղաձայնը սովորել էինք։ Հնչեցնում ենք ն, երկար հնչյուն է, ուրեմն ն ձայնավոր հնչյուն է։ Կատարում ենք առաջին առաջադրանքը։ Ստացիր բառերը և վերջում ավելացրու տառը։ Տեսեք, մեր անցած տառերով կազմում ենք բառեր, օրինակ կարաս, եթե ն ավելացնենք կդառնա կարասը, սար, ն ավելացնենք կդառնա սարը։ Նույն ձևով մյուս բառերին կարող ենք ն ավելացնել։ Երբ ասում ենք սար, մենք պատկերացնում ենք ինչ որ մի սար, բայց երբ ասում ենք սարը, հասկանում ենք, որ դա կոնկրետ ինչ որ մի սարի մասին է, օրինակ Արարատ սարը բարձր սար է։ Իլիկ, ինչ որ մի իլիկ, բայց երբ ն ավելացնում ենք, դառնում է իլիկը, օրինակ տատիկի իլիկը։ Լար, ինչ որ մի լար, բայց երբ ավելացնում ենք ն, ստացվում է սև գույնի լարը կտրվեց, կոնկրետ ասում է ինչի մասին է խոսքը։ Օրինակ կարելի է մեր անցած տառերով կազմել նկար բառը։ Նկար, ինչ որ մի նկար, բայց երբ ն ավելացնում ենք, օրինակ կարելի է ասել լալայի նկարը շատ լավ էր ստացվել։ Էկրան, հեռուստացույցի էկրան, բայց մեր հեռուստացույցի էկրանը մեծ է, արդեն պատկանելիություն է ցույց տալիս, որոշակիություն է ցույց տալիս։ Ալիս, աղջկա անուն է, ն ավելացնում ենք Ալիսը, Ալիսը սիրուն աղջիկ է։ Էրիկ, Էրիկը լավ տղա է։ Կրակ, այդ կրակը շատ մեծ էր, կամ այդ կրակը վառեց մատս։ Սանր, սանրը, ինչ որ մեկի սանրը։ Սան, հիշում ենք, աշակերտ էր նշանակում, ն ավելացնենք կդառնա սանը։ Ռ, ի, լ, հիշում ենք մեր անցած հնչյունները և տառերը։ Ասում ենք ռ-ն բաղաձայն հնչյունի տառ է, ին ձայնավոր հնչյունի տառ է, լ-ն բաղաձայն է, ն ձայնավոր։ Հիմա մեր սովորական դարձած աշխատանքն ենք կատարելու, շրջագծելու ենք ոտանավորի մեջ հանդիպող մեծատառը և փոքրատառը։ Գնդակը, մենք կարդում ենք, որ երեխաներին հետաքրքիր լինի, իսկ իրենք նայելով ը-երը շրջագծում են։ Ընկուզենու շուքի տակ, ընկուզենին ընկույզի ծառն է։ Երեխաներին բացատրում ենք, ընկույզի ծառին անվանում են ընկուզենու։ Շուքը ստվերն է, ծառի ստվերը։ Ընկուզենու շուքի տակ ընկած էր կոշտ մի գնդակ, կոշտ նշանակում է չոր։ Փիսիկները փափկամաս մոտ գնացին վազե-վազ, առաջ զարկեց չալիկը, հետո սևուկ բալիկը, եկավ շեկլիկ մռանը, որ կանգնել էր դռանը։ Սիրուն ոտանավոր է, կարող են երեխաները հաճույքի համար մի քանի անգամ կրկնել ձեր կարդալուց հետո նաև սովորեն։ Գրում ենք, շատ հեշտ է գրելը ն, քանի որ մեր սովորած մասնիկներն են, ռ-ի մասնիկն է և փոքրատառ լ-ն, մեծատառ լ-ն է և նորից ռ-ի մասնիկը։ Տեսեք, սրանք են փիսոներն են, որոնք փորձում են գնդակին խփել։ Կարելի է նաև երեխաներին առաջարկել ընկույզների կամ այլ սերմերի միջոցով կազմել մեծատառը և փոքրատառը։
Ասենք հաջորդ էջի առաջադրանքներին կազմել զույգեր, շատ հետաքրքիր առաջադրանք է, ցանկալի է, որ նման առաջադրանքները երեխաները հաճախակի կատարեն, որպեսզի գրքում հանդիպած տպագիրը ձեռագրով գրեն եւ հիշեն։ Ան միացնում են ձեռագիր ային։ Հիմա գտնենք ի ձեռագիրը եւ միացնենք տպագիր ին։ Միացնում ենք, հաջորդը կն է։ Տեսնենք որտեղ է գտնվում կն։ Միացնում ենք կ տպագիրը կ ձեռագրին։ Ռն ենք փնտրում եւ գտնում, միացնում ենք տպագիր ռն ձեռագիր ռ-ի հետ։ Լն գտնում ենք լն ամենավերջինն է, միացնում ենք է տպագիր է ձեռագիր ս տպագիր ս ձեռագիր եւ ը տպագիր ը ձեռագիր։ Տեսեք երեխաներ, դուք արդեն քանի տառ եք սովորել, ահագին բառեր կարող եք գրել եւ կաշտալ։ Հիմա փորձում ենք կաշտալ բառերը եւ միացնել համապատասխան նկարներին։ Առաջինը գրված է իլիկ։ Գտնում ենք նկարը, կետագծերը միացնում ենք, որպեսզի մանր մոտորիկան նույնպես աշխատեցնենք։ Էկրան, գտնում ենք էկրանը եւ նորից միացնում ենք սլակով։ Նկար, նկար, միացնում ենք նկարը եւ շրջագործում ենք նորից ը տառը, տեսնենք ինչ ենք անելու։ Ծարավել է ընձուղտը, շոկից կախել գլուխը, օգնիր բարի ընձուղտին շուտ հասնել ըմպելիքին։ Ըմպելիք բառը մենք արդեն բացատրել ենք երեխաներին, մեկ անգամ եւս սովորեցնում ենք, որ ըմպելիքը ջուրն է, հյութն է, թեյն է, հեղուկները ըմպելիք են, իհարկե խմելի հեղուկները, այն բոլորը, ինչը կարելի է խմել, ըմպել, որովհետև ըմպել նշանակում է խմել։ Գտնում ենք ընձուղտին, տեսնում ենք ընձուղտին գլխարկ պետք չէ երեխաներ։ Ընձուղտին պաղպաղակը միգուցե կհովացնի, բայց նա ըմպելիք է ուզում, իսկ տեսնում ենք, որ թույլով ջուր է դրված, նշանակում է փորձում ենք ջուրը միացնել ընձուղտին տանել, որպեսզի ընձուղտը հեշտությամբ կարողանա խմել ջուրը։ Նայում ենք ջրի մոտ գազարակույնն է, խորամանկություն ենք անում, հետ ենք գնում ու ընձուղտին արդեն ցույց ենք տալիս ճանապարհը, որ նա կարողանա այս ճանապարհով գալ, հասնել ըմպելիքին եւ խմել ջուրը, որպեսզի ծարավը հագենա։ Եվ վերջում կարդում ենք Ալիսը փոքրիկ դասը։ Ալիսը աղջկա անուն է։ Ալիսը, եթե երեխաները դժվարանում են, կարելի է վանկերի բաժանել։ Սա Ալիսն է։ Ննուեն օժանդակ բայը միշտ երեխաներին սովորեցնում ենք կարդալ միասին։ Ալիսի իլիկը կոտրվել է։ Ալիսը լալիս է։ Սնուեն միասին են կարդում։ Էրիկը, տեսեք ինչ է անում Էրիկը, հանգստացնում է Ալիսին։ Դուք էլ լավ ընկեր եղեք, ձեր ընկերների փոքրիկ անհաջողության ժամանակ օգնեք, սատարեք եւ հանգստացրեք ձեր ընկերոջը։ Այսօր էլ այսքանը, կհանդիպենք հաջորդ դասին։